Ես որպես տվյալ պահին դերասան դեմ չեմ սերիալներին, դա հեռուստաարվեստի մի ոլորտ է, որը կա ամբողջ աշխարհում եւ իրավունք ունի լինելու, սակայն ինձ համար առ այսօր մնում է գաղտնիք, ինչու է, որտեղից է գտվում այն հակամակարդակը, այսինքն մակարդակ էլ չի, ինչ որ հատուկ հակամակարդակ է, որի կնիքը գրեթե բոլոր սերիալների վրա է։ Ընդ որում քանի տարի առաջ ես հիշում եմ նախագահի մակարդակի վրա եղավ նիստ, եղան ժողովներ, եղան կարծիքներ, այո, անգամ ինչ որ անձնաժողով ստեղծվեց եւ այլն, որ չի կարելի այս անել, չի կարելի այն անել, չի կարելի այն անել, հետո ինձ թվում է դա ուղղակի անտեսելու, ուղղակի արհամարելու, ինչ ուզում անում եմ մեր հայկական ավանդական սկզբունքն է, ես այն տպավորություն ունեմ, գիտեք, որ մեզ մոտ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ ոք ոչնչի համար պատասխան չի տալիս, լավագույն դեպքում գործից հեռացնում են, ու վերջ, հիմա չեմ նկարում, որտեղ խիստ հակառակ եմ ոչ պրոֆեսիոնալիզմին, ես հակառակ չեմ սերիալներին, եթե վաղը լինի հետարքիր դեր, լինի հետարքիր ռեժիսոր, ես մեծ սիրով կնկարահանվեն, թող ճիշտ հասկանան, եթե ես գրեի, ես ինքս, ասենք թե, պատասխան կտայի իմ գրածի համար, բայց եթե նկատել եք ստանդարտների մեջ է յուրաքանչյուր սերիալը, հանկարծ հայտնվում է զույգ քույրը կամ զույգ եղբայրը, որից տեղյակ չէին, եւ գրեթե բոլոր սերիալներում այդ բանը կա, պարզվում է սրա երեխան, նրա երեխան չի, այլ այսինքն ոնց որ գիտեք լինի ստանդարտներ, քառակուսիներ, եւ այդ քառակուսի ստանդարտները յետև իշարվում է, հենց մի քիչ ռեյտինգ ասած, այդ էլ նոր խոսքեր սովորեցինք վերջապես, ընկնում է քառակուսիներից մեկը դրվում է եւ դառնում է իբր թե հետարքիր, իբր թե չի լինում արվեստ, առաջի ազգանունը գրվում է հեղինակի, դուք գրողների միության անդամներ, հարգելի, որևէ մեկը ձեզանից գրել է արդյոք սերիալի սցենար, ոչ, եթե չեք գրել, ումից եք բողոքում, դուք ինքներդ չեք ստեղծում այն, ինչ պարտավոր եք ստեղծել, դուք ինքներդ հետևողական չեք այդ հարցում, երբ որ սկսվեց եզրագծից այն կողմ հեռուստասերիալը, որը կոչվում էր ոստիկաններ, այդ ինչ պատահեց, որ երկու շաբաթվա ընթացքում այն փոխեց վերնագիրը նախ եւ շատ լավ գաղափարը, որ ի վերջո ցույց տվի մեր ոստիկանության աշխատանքը դարձավ ներեցակ այս խոսքի համար դեպ հայերեն չգիտեմ, այսպես ռազմորկայի տեսադաշտ։ Հասկանում եք ինչու՞մն է որը։ Ի վերջո մենք եթե մեր ոստիկանությունը տարիներ շարունակ ցույց տանք, որպես կաշառակեր, որպես ուտող խմող տղեկ, նանարների հետ սաունայում լողացող տղեկ, ձեռի հետ էլ ընենց ինչ-որ բան դե բերեք, դրան տարեք պարզեկը, ես չեմ հարգի իմ ոստիկանությունը։ Երկիր են ցուցադրում սերիալներում, արդյոք մենք այդ Հայաստանում ենք ապրում, միգուցե մենք տեղյակ։ Ավելի քան համոզված եմ, որ այն ինչ որ ցույց են տալիս, դա ենթադրական հետաքրքրություն բերող մի մթնոլորտ է, իբր թե հետաքրքրություն բերող մի մթնոլորտ է, որը կարելի է այ տեսեք 450 միլիոն մի անգամից գողացակ, այդ ձեր ցավը տանեմ, դուք այդ 450 միլիոն անեց, հերվից գոնե տեսել եք, որ տենց հեշտ անգի։ Իրականությունն ու ֆիլմերը իրար չեն, նույնը չեն։ Ուսամ, որ չեն, եթե այդպես էլ ուրեմն մենք ապրում ենք մի հատ, չգիտեմ, հրաբխի մեջ, որը ցանկացած բան կժայթքի ու կվերջանա կգնա։ Ինչպիսի լուծում եք տեսնում, պարոն Ստեփանյան։ Սա պետական, ես մի լուծում եմ տեսել ու ուրիշ լուծում չի կարող լինի։ Սա պիտի լինի պետական օժանդակությամբ, պետական ֆինանսավորման կրթելու ծրագիր։ Եթե մենք այսպես շարունակենք, Հրաչ Ներսեսյան չենք ճանաչի, Ավետ Ավետիսյան չենք ճանաչի, Վահրամ Փափազյան չենք ճանաչի, սերունդները հետո չենք ճանաչի, Խորեն Աբրամյան, Մհեր Մկրտչյան։ Ձեզ սերիալում պարտադրվում էին լուծումներ, որոնց դուք դեմ էիք։ Ես ոչ էլ անդրադարձել եմ այդ պարտադրանքին, երբ որ ես կարդացել եմ սցենարի մեջ տեքստ, որը ես չեմ կարող ասել, ես այն չեմ ասել։
Ոչ էլ կիսվել եմ, ոչ էլ ասել եմ, գիտեք, եկեք ես չասեմ էլի այդ տեքստը։ Չէ, սպասապես չեմ ասել։ Ինչու չեք ասում, լավ եմ անում։ Ես այդպես չեմ խոսում։ Կերպարը չի կարող այդպես խոսել ու վերջ։ Լեզվամտածողությունն էլ կուլտուրա, ես ինչ չեմ կարող ինտերվյուից դուրս թույլ տալ խոսել այն բարբարով, որ այսօր խոսում են այդ նույն սերիալներում։ Ես այն չգիտեմ։ Որտեղ խաղացիք, հավանում էիք որպես արժեք։ Եթե չհավանեի, ես չէի սկսի նկարվել։ Իմ նախապայմանները հետևյալն են. դերը ունեմ խաղալու բան, թե ոչ։ Ռեժիսորը, ում հետ եմ ես աշխատում, եւ նոր գալիս է վարձատրությունը։ Երբ որ դա սկսվեց, դա շատ հետաքրքիր էր։ Ինձ իսկապես հետաքրքրեց այդ ամենը, ինչպես որ սկսվեց։ Իսկ հետո կոպիտ ասած ընկանք, չէինք կարող արդեն հրաժարվեին, կեսից դուրս գային։ Այն ժամանակ գոնե հարգում էին դերասանի կարծիքը։ Հիմա դա էլ չեն հարգում։ Դերասանը ուզում է, որ հոնորարը բարձրանա, իրանք հանգարց սպանում են, կամ հանգարց ինֆարկտ է ստանում, հանգարց գողանում են։ Ցանկացած դեպքում յուրաքանչյուր կերպար կարող է մտնի, դուրս գա։ Ավելին ասեմ, ես գիտեք չեմ ուզում մանրամասնել անգամ, օր ա եղել մենք 19 ժամ ենք նկարահանվել, 19 ժամ, ես կարող եմ հանգիստ, ես թրաֆիկինգից էլ բետար, ընդեղ գոնե գիտեն ինչի համար է ստանում, մենք էդ էլ չգիտենք, կոբարասման նստել ենք, բայց հոտվածը չգիտենք, հասկանում եք, ավելին ես ձեզ ասեմ, ես կարող եմ ինքս ինձ հանգիստ ներկայացնել Գինեսի գրքում, լուր եմ ասում, արձանագրվելու համար, չեմ կարծում, որ աշխարհիս երեսին կա ևս մի դերասան, որը երրորդ օրը սրտի վիրահատությունից հետո բոքսում նկարահանվի ֆիլմում, դա ես եմ եղել, երբ որ ինձ վիրահատեցին, երրորդ թե չորրորդ օրն էր, ավելին չէ, իրանք զանգահարեցին, տիկնոջիցս իմացան, որ ես պարզվում է կիսը անգիտակից վիճակում պարկած եմ հիվանդանոցում, ներեցեք իհարկե, նիպրիդամըղ բույց սկազնը սապրված կրծքավանդակով, դա իրեց չկագնացրեց, նկարանող խումբը եկավ, դե ես հասկանում եմ, դա աշխատանքային գրաֆիկա, դա պետք է, չի կարող սյուժետը զարգանա, եթե վիկամատունին, չգիտեմ ինչ չասի Բարխուդարովին։ Իրանք եկան, Սամվելներ Սարգսյանն իրանց հետ, եկան նախ տեսության, Ալիկը Խաչատրյան բան, հետո էլ ասին Վիգեն ջան կներես, մենք ասենք դու կկրկնես, որտեղ դեռ գիտակցությունս տեղը չերեք։ Սա պիտի նորից եմ կրկնում, այնքան լուրջ ծրագիր է։ Ի վերջո նախագահի խոսքը եկեք հարգենք։ Որպես նախագահի խոսք։ Ի վերջո մենք ունենք մեկ նախագահ եւ եթե մենք հարգում ենք մեր երկիրը, պարտավոր ենք հարգել նաեւ նախագահին եւ մարդը իսկապես շատ լուրջ դրեց այդ հարցադրումը։ Այն տպավորությունն է, որ ասացին ու լավ նենց ամուր մոռացան։ Կարող է սերիալի խորհրդական էլ հիմա ունենա այդ մարդը, որ գազ, գիտեք, այս սերիալում այսօր նման բան է կատարվում, չէ։ Շատ ավելի կարևոր գործեր կան։ Բայց երևի կան ինստիտուտներ, որոնք պիտի զբաղվեն այդ գործով։ Շատ կներեք, գոյություն ունի մշակույթի նախարարություն, գոյություն ունի լեզվի տեսչություն։ Ես հասկանում եմ, եթե դու տեսնում ես ցուցանակ, որի վրա գրված է, չգիտեմ, Լովիկ 18, ու դա չգիտեմ, Լովիկ ընդ որում, Լևոն էլ չէ, Լովիկ, չգիտեմ, մորակրոջ տղայի անունը տենց է գրել, տենց մի հատ չգիտեմ, խանութ հավացել, կարելի է իրան նկատողություն անել, ցուցանակը փոխել, բայց լեզվի տեսչությունը, եթե մայրենին անտեսի ամենամեծ հրապարակում, հեռուստահրապարակում, որը մտնում է յուրաքանչյուրիս տները, ինչի մասին է խոսում։ Ես կարծում եմ, որ աստիճանները, հա, որոնք կարող են լուծել այդ խնդիրը, պարտադիր չէ, որ բերեն դեպի նախագահ։ Կան մարդիկ, մի քիչ ավելի վար։ Իրենց տեղում չեն։ Դե այդ արդեն ով որ նշանակել է, թող պատասխաննել տա։